Դեկտեմբերի 27-ի կեսգիշերն անց Վարդաշեն Բաշխիժ ենթակայանում բռնկված այս հրդեհից գրեթե 2 օր անց տարածքում աշխատանքները շարունակվում են։ Գիշեր թե ցերեկ, բայց դեռ տարածքում բոլորը չէ որ լույս ունեն։ Մեր նկարահանման պահին այրված սև ջարդոնի վերածված նաև հին սարքավորումներն էին հեռացնում տարածքից զուգահեռ նոր սարքավորումներն են տեղափոխում, որ մոնտաժեն, ստուգեն սնող մալուխները։ Թե հստակ ինչ ծավալի վնասի մասին է, դեռ չեն հաշվարկել։ Առաջնայինը բոլոր հասցեներում ժամ շուտ հոսանքի վերականգնումն է։ Տարածքում բոլորը այդ մասին են խոսում։ Խոշոր մասշտաբի վթարի հետևանքով հոսանքազրկվել էին շուրջ 51 հազար բաժանորդներ, 40 հազարի տանը լույսը վերադարձվել է 1 օրվա ընթացքում, շուրջ 11 հազար բաժանորդ երկրորդ գիշերն է լուսացրել առանց լույս։ Բոլոր ուժերը մեկտեղված են, որ մինչև այսօր երեկոյան ժամը 10 էլեկտրամատակարարումը բոլոր ուղղություններով վերականգնված լինի։ Լուրերի հետ զրույցում հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն է վստահեցնում։ Մանրամասնում է վթարը համարվում է խոշորամասշտաբ, անմիջապես հետո շաբաթ-կիրակի գիշերային ժամերին 36 ժամ անդադար աշխատանք է կատարվել։ Օպերատիվ հերթապախմբերը հերթափոխով փոխարինում են միմյանց։ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով հրատապ խորհրդակցություններ են եղել, անհրաժեշտ հանձնարարականներ տրված են։ Հոսանքալարերի մաշվածություն, նախատոնական օրերի ծանրաբեռնվածություն, որն է եղել հրդեհի պատճառը, ՀԵՑ-ը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Քննչական կոմիտեից լուրերին փոխանցեցին։ Հանցակազմի բացակայության հիմքով քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Իրինա Մկրտչյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։